մահերից այն կողմից այդ դեպքում այդ 23 մահերը մեկ տարվա ընթացքում վիճակագրությունը ես բազմաթիվ անգամներ ասել եմ, որ դա խիստ մտահոգիչ է, բայց այսօր մենք վիճակագրությունը կրկին ներկայացրինք եւ տեսանք, որ ամենաշատ մահերը 30 եւ ավել նույնիսկ որոշ տարիների ընթացքում գրանցվել են 2014-ից 16 թվականների ընթացքում։ Սա ամենևին ինչ որ փաստարկ չէ, որը միտված է ասելու, թե մահերը քիչ են, ոչ, մահերը շատ են եւ մահերը ունեն տարբեր պատճառներ, դրանցից 8-ը ինքնասպանություններ են, հիմնական մասը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձանց կողմից, 8-ը տեղի է ունեցել քաղաքացիական հիվանդանոցներում, այսինքն առողջական վիճակի վատթարացման հետևանքով նրանք տեղափոխվել են համապատասխան բուժ հաստատություններ, սակայն նրանց կյանքը հնարավոր չի եղել փրկել, իսկ մյուս մասի հետ կապված էլ իհարկե բոլոր դեպքերում են հարուցվում քրեական գործեր, բայց եւս կարող եմ ասել, որ հիմնականում կամ առավելապես կապված են եղել առողջական որոշակի խնդիրների հետ։ Ինչ քննարկեցինք այսօր։ Քննարկեցինք, որ անհրաժեշտ է ավելի արագացնել կառավարության 825-ն որոշման փոփոխությունների կատարումը, ինչու եմ ասում արագացնել, որովհետեւ որ սահմանում է պատժի կրման եւ կալանքի կրման հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկը։ Մենք դա փոփոխում ենք ու առողջապահության նախարարության գործընկերների հետ բավական մեծ աշխատանք արդեն արել ենք այն հանձնաժողովների ձևավորման փոփոխության մասով, որոնք ոլորտում գործում են եւ փորձելու ենք այնպիսի մոտեցում ունենալ, որպեսզի այն դեպքերում, երբ առանձին հիվանդությունները չեն անցհատում այն շեմը, որոնք համապատասխանում են կոնկրետ հիվանդությանը, այդ ցանկում նշած, հնարավոր լինի գնահատել նաև հիվանդությունների համակցությունը, որպեսզի այդ համակցության առկայության դեպքում անձինք կարողանան հավակնել չկրել պատիժը կամ խափանման միջոցով։ Եվ մենք հարցն տեսեք երեք Նիկոլ Փաշինյանն այստեղ շարունակելով թեման ես կալանավորների հետ կապված մի հարց ունեմ, տամ հետո նոր անցնենք այդ թեմային։ Սենց մահվան դեպքերի հետ կապված Տիկին Գայլյանը մեզ հասած տեղեկություններով մահվան դեպքերից մեկով, իսկ ինքնասպանության 2 դեպքերով անձնիկ ունեցել են առողջական խնդիրներ, բարձրաձայնել են այդ մասին, ահազանգել, սակայն պատշաճ բուժօգնություն չի ցուցաբերվել։ Դուք այս սցենարը բացառում եք, որ կալանավորը կամ ազատազրկվածը խնդրի մասին ասի։ Ես որքանով որ ինձ է զեկուցվում եւ ես խնդիր չունեմ մտածելու, որ զեկուցվում է սխալ, յուրաքանչյուր կոնկրետ դեպքի պարագայում առողջապահության նախարարության մեր գործընկերները շատ հրատապ արձագանքում են։ Եվ նման իրավիճակներ չենք ունենում, որ մեր գործընկերները հապաղեն բժշկական օգնություն ցուցաբերելիս։ Մենք այդտեղ 2 գերատեսչությամբ ենք հսկողություն իրականացնում եւ շատ լավ համագործակցություն ունենք արագ արձագանքի ձևավորման համատեքստում ու այդպես էլ աշխատում ենք։ Տիկին եւ Նիկոլ Փաշինյանը